Լուսինե Աղաջանյանը մի քանի ամիս է հմտորեն լոլիկի տնկիներ է մշակում կանաչ արեգակ ջերմոցում, մի գործ, որի մասին 2 տարի առաջ գրեթե ոչինչ չգիտեր։ Ծրագրի մասին իմացել եմ Էմիլիա Արեգակ կենտրոնից, տղաս այնտեղ է հաճախում։ Ու շատ ուրախացել եմ, քանի որ տղայիս հիվանդության պատճառով, ավելի շուտ խնդրի պատճառով հիվանդություն չասեմ, չէի կարողանում ինձ համապատասխան աշխատանք գտնել։ Սա շատ մեծ բան էր մեզ համար, բոլոր ծնողներիս համար, որ կարողանանք ինչ-որտեղ զբաղվածություն ունենանք։ Լուսինեն հաշմանդամություն ունեցող երեխայի մայր է։ Հենց հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ծնողների համար է Կարիտաս Արեգակ հիմնադրամը ստեղծել այս ջերմոցը, հաշվի առնելով, որ հատկապես մայրիկները դժվարությամբ են երեխաների խնամքին զուգահեռ աշխատանք գտնում։ Կանաչ արեգակում է աշխատում նաև Լուիզա Ղարագյոզյանը։ Նա էլ էր մտածում ընտանիքի հոգսը թեթևացնելու մասին, բայց հարմար գործ չէր գտնում։ Մեր հոգի մի աշխատող, բայց այս դեպքում արդեն մենք էլ ենք ընդգրկվել, թոշակ նպաստ, իսկ հիմա արդեն ահագին բարելավել է ընտանեկան վիճակը, շատ լավ ծրագիր է։ Կարիտասի մյուս ծրագիրը Էմիլիա Արեգակ ներառական սրճարանն է, ուր հաշմանդամություն ունեցող երիտասարդներն են աշխատում։ Էմիլիա Արեգակի համեղ սուրճի ու թխվածքների համբավը վաղուց է դուրս եկել Գյումրիի սահմաններից, իսկ ջերմոցը դեռ առաջին քայլերն է անում։ 1 տարվա վերապատրաստումից հետո այստեղ 13 հոգի աշխատանք է գտել։ Կարիտաս Արեգակ հիմնադրամի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանն ասում է, ծրագրի հիմնական նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կարողությունները զարգացնելն է, որ կարողանան աշխատանք գտնեն։ Սա ևս քայլ էր գյուղատնտեսության միջոցով վերապատրաստումներ իրականացնել հաշմանդամություն ունեցող երեխաների, երիտասարդների եւ կանանց համար հետագայում աշխատանք գտնեն այս ոլորտում։ Ամեն օր տանը հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքով զբաղվող կանայք հիմա կարողանում են նաև ընտանիքի սոցիալական բեռը թեթևացնել, մի բան, որի մասին չէին էլ մտածում։ Նախ ինձ զգացի պիտանի տանը, ինչ որ ֆինանսապես օգնում եմ իմ ամուսնուն, որպեսզի կարողանանք մեր երեխաներին ոտքի հանենք, մանավանդ տղայիս։ Ձեռք բերած հմտությունները մտածում են հետագայում կիրառել ու իրենց սեփական բիզնեսը հիմնել։ Եթե հնարավորություն ունենի մեծ հաճույքով, այսինքն հնարավորություն ասելով գումարի հետ կապված, որովհետև ինքը բավականին մեծ գումարների հետ է կապված, բայց մեծ սիրով, եթե եղներ մեծ սիրով կունենայի ես իմ բիզնեսս։ Ես օրինակ շատ հետաքրքրվել եմ հապալասով ու Հայաստանում շատ քիչ է հապալասի ջերմատներն ու աճեցումը, օրինակ մեծ հաճույքով աշխատավարձ ենք ստանում եւ փորձ ենք ձեռք բերում հետագայում ուրիշտեղ աշխատանք գտնելու համար, ինչու՞ չէ նաեւ մեր սեփական ջերմատները ունենալու համար։ Մտածում եք այդ մասին։ Դեռ մի քիչ, շատ քիչ եմ մտածում, բայց հուսով եմ հետագայում կկարողանամ ստեղծել իմը։ 926 քառակուսի մետրանոց ջերմոցում հիմա 2 տեսակի լոլիկ են աճեցնում, լավ բերք ապահովելու համար նույնիսկ հատուկ փոշոտում ապահովող մեղուներ են բերվել։ Վալերիա Մելքոնյանը ասում է, իրենք օրգանիկ բերք են ունենալու։ Մեր ջերմատունը օրգանիկ ջերմատուն է, փորձում ենք ամեն ինչ օրգանիկի, մենք ոչ մի թույնաքիմիկատ որպես այդպեսին դեռ չենք օգտագործել, փորձում ենք օրգանիկ բանջարեղեն ունենալ։ Մեր ջերմատունը հիմնականում հողային ջերմատուն է, ոչ թե հիդրոպոնիկ կամ ինչ-որ ուրիշ եղանակով աճեցված։ Ստացված բերքի մի մասը Էմիլիա Արեգակի ներքին կարիքների համար կօգտագործվի, մնացածը վաճառքի կհանվի։ Ամեն դեպքում ինչպես են իրացնելու բերքը։ Իրացումը պիտի փորձենք Գյումրու ռեստորանների հետ համագործակցենք, նաև խանութներին փորձենք Գյումրու շուկայում իրացնել։ Սա մեր հերթական քայլն է, հերթական նախաձեռնությունն է, որը որ գյուղատնտեսական նախաձեռնություն է, բայց նորից փորձել ենք շուկայում մտնել որպես սոցիալական ձեռնարկատիրություն։ Հետագայում մտադիր են նաև ջերմոցին կից չրանոց հիմնել։ Եթե չիրացվի այստեղ լոլիկը, ապա լոլիկի չրի պատրաստումը շատ կարևոր գործընթաց կլինի։ Այո, որովհետև կարիքն էլ կա, օրինակ Արեգակ փորձարանում մենք ունենք սենդվիչ, որը որ լոլիկի չրով պատրաստված սենդվիչ է ու այսպես անընդհատ փորձում ենք կապել Արեգակ փորձարան, կանաչ Արեգակ, Էմիլիա Արեգակ կենտրոնի պահանջարկ։ Այնտեղ ելակի կարիք կար, մենք փոքր ջերմատուն ունենք, որտեղ սկսեցինք ելակը աճեցնել։ Այստեղ լոլիկը, որովհետև շուկայում պահանջարկը կար, Շիրակի մարզում այդ պահանջարկը։ Հիմա լոլիկը չիրացվեց, կլինի չրանոցը եւ լոլիկի չիրը, որը կվաճառվի եւ կսպառվի նաեւ Արեգակ փորձարանում։
Լոլիկից հետո այլ մշակաբույսեր էլ կփորձարկեն։ Ջերմոցը սեզոնային է, մինչև հոկտեմբեր կամ առավելագույնը նոյեմբեր կկարողանան աշխատացնել։ Կանաչ արեգակ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական եւ տնտեսական ներառումը կանաչ գյուղատնտեսության միջոցով ծրագիրը ֆինանսավորել են Ավստրիայի զարգացման գործակալությունն ու Caritas Ավստրիան։